Հովհաննես Ծառուկյանի ծրագրով եւ նախաձեռնությամբ է, որ տարեվերջում բոլոր մեր մարզիկները, մարզիչները արժանանալու են դրամական պարգևների, խրախուսվելու են բոլորը, ովքեր արժանի են։ Ինչպես խոստացել էր ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը, տարեվերջին պարգևատրումների շքերթը շարունակվում է։ Եվս 10 ֆեդերացիաների նախագահներ, մարզիչներ ու մարզիկներ արժանանում են խրախուսանքի, տարվա ընթացքում արձանագրած ձեռքբերումների ու հայրենիք բերած մեդալների համար։ Տարբեր ֆեդերացիաների հարյուրավոր մարզիկներ հեղինակավոր մրցաշարերի մասնակցելու հնարավորություն են ունեցել Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ։ Ոչ օլիմպիական մարզաձևերի կառույցը երբ որ ձևավորվում էր, պարոն Ծառուկյանը բարձր գնահատեց, սատար կանեց մեր բոլոր ծրագրերին եւ նախաձեռնություններին եւ օժանդակեց, աջակցեց, որպեսզի կարողանան մեր ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաները կարողանան մասնակցել աշխարհի Եվրոպայի առաջնություններին, այդ թվում նաեւ կազմակերպեն Հայաստանի Հանրապետություն մի շարք մրցաշարներ, որը կնպաստի մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Հովհաննես Ծառուկյան համահիմնադիր, որը համակարգում էր այդ ծրագիրը, ասեց, որ անպայման տարեվերջում պետք է մարզիկները, ովքեր կհասնեն հաջողության, աշխարհի Եվրոպայի առաջնության, աշխարհի գավաթի Եվրոպայի գավաթի խաղարկություններից կունենան բարձր արդյունքներ, անպայման պետք է մարզիկները պարգևատրվեն։ Ես կարող եմ ասել 30 տարուց ավել է ինչ արևելյան մարտարվեստները Հայաստանի Հանրապետությունում տարբեր սպորտաձևեր գործում են, երևի ֆեդերացիայի նախագահները իրենց խոսքով կնշեն, որ երբևիցե իր պատմության մեջ չի եղել այսպիսի նախադեպ, որպեսզի մարզիկները, մարզիչները եւ արևելյան մարտարվեստների ֆեդերացիաները պարգևատրեն։ Ես շնորհակալություն պետք է հայտնեմ առանձնահատուկ նրա համար, քանի որ խոսքից անցնել գործի, գործն էլ տեսնում եք այսօր իրականությանն է համապատասխանում եւ շնորհավորում եմ նորից բոլորիդ եւ շնորհավորում եմ ծնողներին, մարզիչներին, իհարկե նաեւ համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին, քանի որ այս ամենը կյանքի կոչվեց։ Ինչ որ գրված էր թղթի վրա, դա իրականությանը համապատասխանեց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ հայտնում այդ ցուցանիշների համար, որ դուք ցուցաբերեցիք այս տարի։ Ես վստահ եմ, որ 2026 թվականին ավելի շատ են լինելու հաղթանակները, հաշվի առնելով այն եռանդային աշխատանքը, որ մենք ենք դրել մեր ընդհանուր գործում։ Պարգևատրվում են խառը մենամարտերի, մուայթայի, թեքվանդոյի, բուդոչին մարտարվեստի, ջուջուցու կարատեի, ուշուի, կուդոյի, քիքբոքսինգի եւ միքս ֆայթ ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Ինշան երախտիքի Շիրակի մարզի թեքվանդոյի ֆեդերացիան հատուկ հուշանվեր է հանձնում Հովհաննես Ծառուկյանին եւ Գառնիկ Հայրապետյանին։ Շատ եմ կարևորում նման աջակցություն, նման վերաբերմունքը ոչ օլիմպիական մարզաձևերի միության կողմից, Հովհաննես Ծառուկյանի կողմից, Գառնիկ Հայրապետյանի կողմից ավելի զարգ է հաղորդում մարզաձևերի զարգացմանը հանրապետությունում եւ մարզական նվաճումների զարգացմանը։ Սա մեծ աջակցություն է ֆեդերացիաների համար, մարզիկների համար, էլ ավելի լավ ոգևորվելու համար, 26 թվականին էլ բարձր ցուցանիշներ ցուցադրելու համար։ Ընդհանուր առմամբ այս տարի հեղինակավոր մրցաշարերում ոչ օլիմպիական մարզաձևերի միության մարզիկների շնորհիվ մեր օրհներքը հնչել է 57 անգամ։ Նրանք հայրենիք են բերել նաև 54 արծաթե եւ 48 բրոնզե մեդալ։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։